Դեկտեմբերի 1-ով, երբ որ արդեն կա պաշտոնական լուծարումը, ուրեմն ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ դրա կառույցների այդ գործընթացի ամբողջապես, ուրեմն գործող վարչակազմի մոտ արկա են վախեր, արկային վախեր, որ քանի որ արդեն այդ դիվանագիտական հիմնական էթիկայի խնդիրը չկա կառույց, հետեւաբար փաստաթղթերը ցանկացած պահի, ցանկացած ընտրանքով, ցանկացած տեղից կարող է հրապարակվեն եւ արտահոսք ունենան։ Ուրեմն այստեղ ունեցել են բավականին լուրջ վախեր, որ դա կարող է արվի անգամ արտաքին դերակատարների կողմից, իրանց համար շատ անպատեհ պահի, օրինակ 2026-ի նախընտրական փուլում։ Եվ դա լուրջ հարված հասցնի իրենց նպատակներին, ցանկություններին եւ այլն, փոխարենը գնացել են պայմանական ասած կանխարգելման ճանապարհով, բերեք հիմա լցնենք, հիմա աղմուկ անենք, դե մանիպուլյացիայով բանով աղմուկը կմեծացնենք, նաեւ փաստեր տեսանելի էր, որ հրապարակմանը զուգահեռ ամբողջ վերնախավը ԿՊ-ի առաջադրանք ստացած այս փաստաթղթերի կոնկրետ ինչ-որ կտորներ էր փորձում առաջ մղել, հասկանալով, որ իրանց համար սա պարտվողական է, բայց թող լինի այս աղմուկը մարի, որպեսզի մենք այն ժամանակ այդ վնասը այդ ճակերտավոր անպատեհ պահին չունենանք։